Կեսգիշերին քաղաքպայմանագիրը ցնծում էր։ Գյումրիում ու Փարաքարում պարտությունից հետո Վաղարշապատում Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ միանձնյա իշխանություն ձևավորելու հնարավորություն ստացան։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում Մեխակյանն այդպես էլ չասաց։ Փաշինյանի էջմիածնում պլանավորվող այսպես ասած հոգևոր հավաքին մասնակցելու է, թե ոչ, կամ կիսում է արդյոք եկեղեցու վերնախավի դեմ ՔՊ-ի դիրքորոշումը։ Նախնական արդյունքները հայտնի դառնալուց հետո էլ շրջանցում է լրագրողների այս թեմայով հարցերը։ Ես իմ օրակարգում եւ մեր Վաղարշապատի թիմ ընտրությունների օրակարգում չենք ունեցել նման հարց եւ ես հարկ չեմ համարել դրան անդրադառնալ, այժմ էլ չունենք մենք այս պահին։ Մինչդեռ վաղ առավոտյան Փաշինյանը հասցրեց ՔՊ-ի այս հաղթանակն անվանել հնչյուն նախերգանք 2026-ի համապետական ընտրություններին ընդառաջ։ ՔՊ վարչության նախագահը համոզված է նաև, որ վաղարշապատցիներն իրենց ընտրությամբ կարևոր լիցք են տվել Մայրաթոռը կաթողիկոսից ազատելու գործընթացին։ Վաղարշապատում կուսակիցների հետ հաղթանակ էր տոնում նաև նախկին падգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Այս անգամ տեսախցիկների առաջ սթափ ու զգոն, ինչպես ինքն է ասում, Գյումրու դասերը սերտած։ Ասում եմ, ես Գյումրու դասերը լավ եմ սերտել եւ դրա մասին հրապարակային ասել եմ։ 15298 ձայն ստացած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն Ավագանիում կունենա 19 մանդատ, 10051 ձայն հավաքած հաղթանակ դաշինքը 12 մանդատ և 1692 ձայնով Մայր Հայաստան կուսակցությունը 2 մանդատ։ Մյուս 5 քաղաքական ուժերը չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Քվեարկությանը մասնակցել են ընտրողների 45.12%-ը։ Ամեն ինչ եմ ուզում փոխվի։ Ամեն ինչ, որտեղ քանդված է մեր էջմիածինը։ Մաքրությունը առաջի հերթին։ Կարգ ու օրենք, ուրիշ ոչ եմ բան։ Օրելի նույնն ալելու։ Իմ առաջի խնդիրը շների բան մաքրել են։ Ահա որա։ Ես օպերացիա անձնավորություն եմ, չեմ կամ քայլեմ։ Հեծանվում եմ անգալ փողոցները բացքով եմ։ Դե քաղաքը մաքուր լինի ամենակարևորը, այս մայթերը ասֆալտապատեն, ոչ թե այս մեծ հասարակներից թպրտալով է թանք։ Խոսք է տվել, որ ինձ ընտրեք, ձեր տոպիկը Իսակովի երկրորդ փակուղին կասֆալտենք այս տարի։ Ես էլ հավատացել եմ, ասել եմ, հա, ես էլ քեզ կընտրում։ Հանուն ինչպիսի համայնքի եք պատրաստվում քվեարկել։ Ազատ, անկախ, բարեկարգ, մաքուր։ Լիք խնդիրներ ունենք։ Խնդիր չունենք, Ազիզ ջան, այնքան խնդիրներ կա։ Դե մեկ ընտրենք մեկին։ Իմ մտքին կընտրեմ։ Հա։ Ունեք ազատ արդար ընտրությունների հույս։ Ունենք։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ մինչև ընտրական օրվա ավարտը ներքին գործերի նախարարությունը 10 ահազանգ է ստացել։ Այլ անձի փոխարեն քվեարկելու 1 եւ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքով կազմվել է եւ քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։ Էպիկենտրոնի նկարահանման պահին Մշակույթի պալատում տեղակայված 14-ի 13 տեղամասում համահայկական ճակատ կուսակցության վստահված անձը պնդում էր, թե մի կին փորձել է ուղղորդել տարեցամուսիններին։ Մարդիկ ովքեր քվեարկել են, այստեղ այլևս ներս չմտնեն։ Քվեարկել են եւ իրենց հետ մարդկանց են այստեղ։ Հենա Մատյանը գնացեք արձանագրեք, հիմա դուք տեղամասից դուրս եք խոսում։ Քիչ առաջ մի տիկին, որ ներկայացավ Վաղարշապատի դպրոցի մանկավարժ, 2 հոգու հետ եկավ, իբրև նրանց հասցեները պիտի այստեղ ճշտեր, ասեր՝ տարավ են պատի մոտ ու ասում է՝ Արգիշտի։ Ընդամենը դա, ու ասում եմ ինչի եք ուղղորդում, ասում եմ մարդիկ տեղը չգիտեն, բերել եմ, այստեղ ընտրողել չէր հավանաբար ինքը։ 14-ի 11 տեղամասում դիտորդներն էական խնդիրներ չէին արձանագրել, 1-2 տեղամասում կուտակումների խնդիր է եղել, ահազանգել են, հարթել, բայց ասացին խնդիր են տեսել քաղաք մտնելիս, ՔՊ թեկնածուի նախընտրական պաստառը չթույլատրված տեղերում։ Պաստառները շատ տեղերում սխալ էին փակցված, այնտեղ որտեղ որ չի թույլատրվում փակցնել, եւ իհարկե շատ մեծ կուտակումներով կոնկրետ վայրերում ու այս մասով եւս գիտենք, որ նաեւ եղել է վարչական վարույթ, այս մասով կորստացներ ծավալվել են։ Ավելի ուշ լրատվամիջոցները ահազանգեցին, մի քանի տեղամասում եղել է հոսանքազրկում, տևել է մոտ 25 րոպե, եղել են այդ ընթացքում կուտակումներ։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։